Ինչպես արդեն բոլորին է հայտնի, օրեր առաջ մայիսի 9-ին ԱՄՆ-ում ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը՝ դուստրը, ում անվանակոչել են Ավրորա։ Մինչ ծննդաբերության ընթացքում եւ դուրսգրումից հետո Լիլին ու ամուսինը բավականին բաց են եղել հանրության առաջ, հրապարակելով տարբեր տեսանյութեր ու ջերմ կադրեր։ Հրապարակումներում հաճախ տեսանք Լիլիի ամուսնուն՝ Վազիմ Չանգլյանին, ինչպես նաև նրա որդիներին, սակայն դուստրը նորածին քույրիկի հետ տեսանյութերում այդպես էլ չերևաց, ինչը հետևորդների շրջանում բազմաթիվ անպատասխան հարցերի պատճառ դարձավ։ Ինչու չի երևում դուստրը փոքրիկ Ավրորայի հետ հրապարակումներում։ Այս հարցը շարունակում է հետաքրքրել շատերին։ Հուսանք, որ առաջիկայում կտեսնենք քույրերի մասնակցությամբ ջերմ ու ընտանեկան գեղեցիկ կադրեր։ Առաջարկում ենք դիտել Star News-ի կողմից առանձնացրած հոլովակներն առանց մեկնաբանության։ Արեգ TV-ում հյուրընկալվել էր երգչուհի, դերասանուհի Լիլի Մորտոն։ Քանի որ օրերս համացանցը ողողվեց նրա երեխայի սպասելու լուրով, զրույցի գլխավոր թեման հենց դա էր, եւ հարցին ինչ զգացիք, երբ իմացաք, որ ձեր սրտի տակ մեկ այլ սիրտ է զարկում, նա պատասխանեց. Մինչև հասկանալը ես դրան պատրաստ էի։ Գրեթե 6 ամսեկան է, բան չմնաց, անհամբեր սպասում եմ, երբ եմ տեսնելու։ Շատ անհամբեր սպասում եմ իրեն։ Իմ կարծիքով իմ կյանքում ամեն ինչ եղել է ժամանակին։ Ու այդ ամենի մեջ Աստծո մատն է խառը։ Ես հաշվարկներով հասկացել եմ, որ Աստված ինձ երեխա է ուղարկել հայրիկիս մահվան օրերին։ Դրանից 2-3 ամիս առաջ ինձ մոտ ամեն ինչ լավ էր։ Ես իմ սովորական օրն էի ապրում։ Չեմ կարող բացատրել ինչ ա կատարվել ինձ հետ։ Բոլորը քնած էին, քնից հարթնացել եմ, դուրս եկել բակ, գիշերվա ժամը 2-3 էր։ Հուսով եմ ոչ մեկ չի լսել ինձ։ Սկսեցի շատ բարձր լացել, պապային հիշեցի, ոնց որ ուզենայի հետը խոսել։ Մեր սիրելի հայրենակիցները դեռ տեղյակ չեն, ես իրան արդեն պատրաստում եմ, որ իմանա, ում մոտ ա լույս աշխարհ գալիս։ Նախ իրա մաման դաժանը, ես սիրում եմ ամեն ինչը ճիշտ, արդար, իդեալական։ Փոքր ժամանակվանից իմացել եմ ինչ եմ ուզում ես կյանքից, դեռ շատ բաներ կան, որ շատ կուզենամ իրականացնել։
Դրանք կապված են և իմ հետ, և ինձանից ծնված երեխաների, որովհետև ինձանից չծնված երեխաներին շատ սիրում եմ իմ սեփական երեխաների պես։ Բայց բաներ կան, որոնք դու քեզ չես կարող թույլ տալ ու սահմաններն անցնել։ Նրանց պարտադրել բաներ, որոնք դու ես պատկերացնում։ Ես կարծում եմ, որ իմ սեփական երեխային կարող եմ պարտադրել և պահանջել այն, ինչը որ ուզում եմ։ Հարցազրույցի ընթացքում Լիլիին միացավ ամուսինը, բժիշկ և պրոդյուսեր Վադիմ Չանգլյանը։ Զույգը, քանի որ զրույցի ընթացքում դեռ չգիտեր երեխայի սեռը, ամուսինը նշեց, որ եթե աղջիկ լինի, վստահ է Լիլին իր նման թիթիզ Բարբի է մեծացնելու։ Աշխատանքային գործունեության մասին խոսելիս Լիլին հավանական դադարի միտքը բացառեց, նշելով, որ տեսակով հանգիստ մարդ չէ։ Ունի նոր գաղափարներ, որոնք այս շրջանում պետք է իրականություն դարձնի։ 20 տարեկան չենք արդեն, 40 տարեկան եմ։ Այս կարգավիճակում էլ իմ էներգիան 2-3 անգամով շատացել է, որը պետք է ճիշտ օգտագործել։ Խոսք եղավ նաև ամուսնու սիրո ու խանդի մասին։ Երբ կինը ամուսնանում է և ամուսինը սիրում ու խանդում է, ինչը փոխադարձ է իհարկե, հեշտ չէ։ Ամեն տեսահոլովակ նկարելիս անցնում ենք պատերազմի միջով, նշեց Լիլի Մորտոն։ Իսկ այժմ առաջարկում ենք դիտել Լիլի Մորտոյի հրապարակած վերջին հոլովակներն առանց մեկնաբանության։ Երեխայի մորակույն եմ, մտածում եմ, որ ինքը աղջիկ է։ Ես գիտեմ երեխայի հորակույնն եմ թե քեռին, բայց կարծում եմ, որ տղա է, չէ՞ Լիլի։ Ես երեխան եմ, մտածում եմ, որ տղա եմ։ Ես երեխայի մորակույրն եմ եւ կարծում եմ, որ աղջիկ է։ Ես երեխայի պապայի հաջորդ կինն եմ եւ մտածում եմ, որ ձեր բալիկը տղա է։ Բարև ձեզ, ես երեխայի մորակույրն եմ ու ես վստահ եմ անգամ, որ ծնվելու է տղա։ Տեսություն, եթե կարաք $100 ուղարկեք։ Ես երեխայի մորակույր Ալա Պուգաչովան եմ եւ կարծում եմ, որ ինքը տղա է։ Ես երեխայի մորակույն եմ, ես կարծում եմ, որ տղա եմ։ Ես երեխայի հորակրոցն եմ, մտածում եմ աղջիկ։ Ես հորակրոջ քրոջ փոքր աղջիկն եմ եւ ես կարծում եմ, որ տղա է։ Ես հորակրոջ քրոջ մեծ աղջիկն եմ եւ կարծում եմ, Դու ինչ ես կարծում։ Ես երեխայի ծոցը մոծան եւ ես համոզված եմ, որ նա աղջիկ է։ Ես երեխայի մորակույրն եմ եւ չնայած շատ եմ ուզում որ աղջիկ լինի, բայց կարծում եմ տղա կլինի։ Արի որ առողջ բալիկ լինի։ Ես երեխայի մայրն եմ եւ ես վստահացնում եմ, որ նա